Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստված քո կողմից է և քեզ հետ։ Իմ հովվական ծառայության ընթացքում շատերն են ինձ դիմում հավատքի կյանքում տկարանալու խնդիրներով։ Ոմանց հավատքը սառում է կյանքի հոգսերի ու դժվարությունների պատճառով, ոմանք գայթակղվում են եկեղեցու ծառայողների ու առաջնորդների վարքագծից ու բացահայտված մեղքի կյանքից, ոմանք էլ ընդհանրապես չեն հասկանում իրենց հավատքի տկարանալու պատճառները։ Սիրելի՛ բարեկամ, հավատում եմ, որ մեր օրերում շատերն են անցնում նմանատիպ ընթացքով կամ ապագայում այս կամ այն կերպ առնչվելու են նման խնդիրների։ Այդ իսկ պատճառով առաջիկա 7 ուղերձների մեջ որոշել եմ խոսել հավատքն ամրացնելու արդյունավետ բանալիների մասին։ Ամեն ուղերձի մեջ կանդրադառնանք այդ բանալիներից մեկին և դրանով կփորձենք բացել քո կյանքի այն դռները, որոնք մինչ այսօր փակ են եղել քեզ համար։ Այսօր խոսելու ենք առաջին բանալու մասին, որի մասին լսելու ենք անձամբ Տեր Հիսուսից։ «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք. աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին» (Հովհաննես 16:33)։ Տեր Հիսուսը նախապես զգուշացրեց աշակերտներին Իր ձերբակալման մասին։ Եվ Նա այնքան անկեղծացավ, որ անգամ հայտնեց, որ նրանք լքելու են Իրեն։ «Ահա ժամանակը գալիս է, և արդեն իսկ եկել է, երբ բոլորդ կցրվեք, յուրաքանչյուրը իր տունը, և Ինձ մենակ կթողնեք։ Բայց Ես մենակ չեմ, որովհետև Հայրն Ինձ հետ է» (Հովհաննես 16:32)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես չգիտեմ, թե ինչի միջով ես դու անցնում, բայց եթե Երկնքի Արքայության հեռանկարը խամրել է քեզ համար, իսկ հավատքի կյանքում աստիճանաբար կորցնում ես վստահությունդ, ապա այսօր ուզում եմ Աստվածաշնչի հիմքի վրա քեզ քաջալերել ու վստահեցնել, որ դա դեռ չի նշանակում, թե դու կորցրել ես քո իրական պատկանելությունը։ Ուզում եմ այսօր ինքդ քեզ մի հարց տաս. արդյոք ուզում ես դուրս գալ գաղջության այդ վիճակից և վերականգնել այն կրակոտ փափագն առ Աստված ու Նրա կամքը կատարելը, որն ունեիր նախկինում։ Եթե անգամ դեռ ուժ չես գտնում քո մեջ, սակայն ուզում ես ունենալ առաջին սիրո ջերմագին ու կրակոտ հավատքը, ապա հաստատապես ու վստահաբար ասում եմ քեզ, որ դու Տեր Հիսուսին ես պատկանում, և քո կյանքն ամբողջովին Նրանն է։ Հիմա գանք քո խնդրին։ Փաստը մնում է փաստ, որ հավատքի տկարանալու ժամանակներում մարդն իրեն մենակ է զգում։ Նա ասես մի նավակ լինի, որը մոլորվել է մեծ ծովում, և որքան էլ միայնության զգացումները հասկանալի լինեն ու իրական թվան, միևնույնն է, դրանք խաբուսիկ են։ Տեր Հիսուսը խաչի վրա կրել է քո մերժվածությունը, որպեսզի դու երբե՛ք միայնակ ու մերժված չլինես։ Երբ խորապես գիտակցես, որ Տեր Հիսուսը մշտապես քեզ հետ է անգամ այն ժամանակ, երբ դու դա չես զգում, և Նա քեզ համար ամեն բան հոգացել է, ապա ոչինչ քեզ չի կարող ստիպել, որ կորցնես վստահությունդ Նրա հանդեպ։ Ոչ ոք չի կարող ազդել քո հավատքի ընթացքի վրա, քանի որ Տեր Հիսուսը քեզ հետ է, և Նրա բարի կամքը պետք է կատարվի ու հաստատվի քո կյանքում։ Անշուշտ, Նա չի խոստանում, որ քո կյանքում ամեն բան վարդագույն կդառնա, բայց Նա խոստանում է տալ քեզ խաղաղություն, որպեսզի փորձությունների ժամանակ կարողանաս կառավարել իրավիճակներդ։ Հիշի՛ր Տեր Հիսուսի այս խոսքերը. «Քաջացի՛ր, որովհետև Ես հաղթել եմ աշխարհին», և հայացքդ ուղղի՛ր Նրան։ Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով. «Տեր Հիսուս, շնորհակալ եմ Քո տված խաղաղության և աշխարհի հանդեպ տարած հաղթանակիդ համար։ Ես հավատում եմ, որ ոչինչ չի կարող կանգնեցնել ինձ, քանի որ ես Քո աշակերտն եմ և Քո հետևորդը։ Եվ ես մենակ չեմ։ Դու միշտ ինձ հետ ես։ Ես հավատում եմ աստվածաշնչյան այս անխախտ ճշմարտությանը և կրկին զորանում եմ Քեզնով։ Քեզ հետ ես հաղթող եմ։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամեն»։ Այսպիսով, հավատքի ամրացման առաջին բանալին այն փաստի գիտակցումն է, որ Տերը մշտապես մեզ հետ է։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։